Տիկին Խամոյան, Փարաքարում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո իրավապահների տեղեկությունը փոխանցված տեղեկությունն է, որ սա վենդետա է, նույնը նաև կարծեք թե իշխանությունն է քաղաքական առաջ տանում, ընդդիմադիր ուժեր տարբեր դիրքորոշումներ են հայտնում, մինչև անգամ հիշում են պարոն Գրիգորյանի հաղթանակը, դուք ինչ կարծիք ունեք, ինչպես եք մեկնաբանում։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ օգտվելով առիթից ուզում եմ եւս մեկ անգամ իմ ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին եւ հարազատներին, այն որ այո, իշխանությունները եւ նաեւ ուժային իրավապահ համակարգը փորձում է սա պայմանավորել այս սպանությունը բացառապես միջանձնային հարաբերությունների հողի վերածագած կոնֆլիկտով եւ դրան հետեւած ցավալի իրադարձություններով ակնհայտ է նաեւ ներքին գործերի նախարարությունը իր հաղորդագրության մեջ ըստ էության արդեն վճիռն էլ կարծես հրապարակել է կապելով տեղի ունեցածը փետրվարին տեղի ունեցած սպանության հետ որպես շարունակություն բայց ինչի են լարվել այս անձանց կամ երկու խմբերի հարաբերությունները, այսինքն այդ միջանձնային հարաբերությունները, ինչու է հասել այս ողբերգական կետին, քաղաքական հողի վրա, այսինքն երկու խմբավորումների միջև հարաբերությունները լարվել են ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո էլ պահպանվել է այդ հակամարտությունը ըստ էության։ Ակնհայտ է, որ քաղաքական բաղադրիչը այստեղ հստակ է եւ չտեսնել հնարավոր չէ պարզապես։ Ինչ է քաղաքական բաղադրիչը։ Ես ավարտեմ, երկու խմբեր են եղել նախկին համայնքապետը ԿՊԱ-ական եւ գործող համայնքապետը ընդդիմադիր ներկայացուցիչ։ Բավականին երկար ժամանակ են իդեպ լարված եղել այս հարաբերությունները, որքանով ես եմ տեղեկացված, այսինքն անգամ փետրվարյան դեպքերը ելի նախապատվություն են ունեցել։ Հարգելի Նարեկ, ես կարծում եմ ամենակարևոր հարցը այստեղ այն է, թե ինչու չի կանխարգելվել այս սպանությունը։ Ամենակարևոր հարցադրումը այս ողբերգական իրադարձությունների մեջ դա դուք հիմա կարող եք ասել կամ մեր քաղաքացիները կարող են ասել, բայց ինչպես էր հնարավոր կանխարգելել եւ երկրում ամեն օր մի սպանություն, մի դեպք է լինում, ոնց է հնարավոր այդ բոլոր դեպքերը կանխարգելել։ Շատ պարզ։ Ես երեք դիտում էի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի հարցազրույցը, ամիսներ առաջ արված եղբոր սպանությունից հետո, որտեղ ինքը ուղիղ տեքստով կոչ էր անում, դիմում էր Նիկոլ Փաշինյանին, պատկան մարմիններին, նախաքննական մարմիններին իրականացնել արդարադատություն։ Ակնհայտ է, որ խնդիրը եղել է եւ այս խնդրի մասին անգամ ահազանգ է եղել սպանվածի ընտանիքի անդամների կողմից եւ ակնհայտ է, որ որևէ կանխարգելիչ իրադարձություն պատկան ուժային իրավապահ մարմինների կողմից չի արվել։ Չէ, ՆԳՆ-ն ասում է արել ենք, ասում է դա ծառայություն ենք իրականացրել, շրջանց ենք կատարել գյուղում, տարբեր մարդկանց ենք հրավիրել բաժին, խոսել ենք հետները։ Սպանությունից առաջ օրինակ արտաքին եւ ներքին օրինակ դիտումներ իրականացվել են, գաղտնալսումներ օրինակ իրականացվել են։ Ես որքանով տեղեկություններ ունեմ, նաեւ սպանությունը հենց կատարած անձնավորությունը բավականին երկար ժամանակ օրինակ պատրաստվել է։ Ես այդպիսի տեղեկությունների եմ տիրապետում։ Օրինակ իրենք 20-ամյա երիտասարդի են ձերբակալել, դուք գիտեք, եւ իրեն են մեղադրում սպանությունը կատարելու հենց մեջ։ Նարեկ Օհանյանին մեղադրում են սպանությունը օժանդակելու, կազմակերպելու ձևակերպումը, լավ չեմ հիշում ՆԳՆ-ի տարածած իրավապահներին վստահում եք, թե ոչ։ Ես չեմ վստահում իրավապահներին։ Ես չեմ վստահում իրավապահներին։ Ես իրավապահներին չեմ կարող վստահել, ես ոնց կարող եմ վստահել իրավապահներին, երբ որ ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է բացառապես մեկ նպատակ կյանքի կոչելով, այն է այս իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելով։ Եթե իրենք անեին այն ծավալի աշխատանքը, ես վստահ եմ, որ հնարավոր կլիներ կանխել այս ողբերգական իրադարձությունը։ Ես ցավով եմ ասում, բայց ես վստահություն չունեմ, որ հետագա
իրադարձությունների ընթացքը կկարողանան կախել։ Որևէ մեկը երաշխիք ունի, որ սա շարունակություն չի ունենալու։ Ես չգիտեմ, օրինակ կես տարի հետո, 1 տարի հետո, գուցե 2 տարի հետո որևէ մեկը երաշխիք ունի, որ սա շարունակություն չի ունենալու։ Ես այդ երաշխիքը չունեմ, բայց նաև չունեմ երաշխիք, որ մեր ուժայինները, մեր իրավապահ համակարգը կարող է կանխել հետագա իրադարձությունների հետագա արյունալի ընթացքը։ Նիկոլ Փաշինյանի գրառումը ինչ էր նշանակում, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ ինչ է արվել կանխելու համար եւ դա տեղեկություններն ունենալուց հետո վարչապետը նշեց, որ համապատասխան հետևություններ կանի։ Համապատասխան հետևությունը Արմավիրի ոստիկանապետին աշխատանքից ազատելն էր, կամ Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետն է, Նիկոլ Փաշինյանն է հարցադրումներ հնչեցնում։ Այդ հարցադրումները դուք պետք է հնչեցնեք, ընդդիմադիրները պետք է հնչեցնեն, հանրային հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվիստները պետք է հնչեցնեն։ Ինքը ոչ թե հարցադրումներ պետք է հնչեցնի, ինքը այդ հարցադրումներին պատասխան պետք է տա։ Դա պարզապես ինքնապաշտպանական միջոց է, որ այս իրադարձությունների հետ ես որևէ կապ չունեմ եւ որևէ պատասխանատվություն ոչ քաղաքական, ոչ բարոյական չեմ կրում սրա համար։ Բայց ակնհայտ է, չէ, որ ամիսներ շարունակ մարդիկ պատրաստվել են, չէ։ Այն հանդերձանքը, որ կրել են, այն զենքը, որ ձեռք են բերել, այն զրույցները, որ ունեցել են, չգիտեմ, սրճարանում կամ իրար հետ, ակնհայտ է, չէ, որ աշխատանք են իրենք տարել այդ գործողությունը իրականացնելու համար։ Հիմա իրավապահները ինչով են զբաղված եղել։ Ոչ միայն տեղում ծառայություն իրականացնող իրավապահները, ուժայինները, առհասարակ համակարգը ինչով է զբաղված եղել։ Եվ որևէ մեկը թող չփորձի իր պատասխանատվության բաժնից խուսափել այս իրադարձության մեջ։ Որևէ մեկը ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ բարոյական։ Պաշտոնանկությունների շարքը փակվեց Արմավիրի ոստիկանապետի եւ քննչական ծառայության ղեկավարի։ Ես չգիտեմ պաշտոնանկությունների շարքը կանգնել է թե չի կանգնել, բայց ես գիտեմ, որ սրա թիվ 1 պատասխանատուն Արմավիրի ոստիկանապետը չի։ Իդեպ այդ անձնավորությունն էլ բավականին ակտիվ դերակատար էր, օրինակ Կիրանցում, երբ որ պատ էին շարում եւ բոլոր մարզի ոստիկանապետերին գիտեք բերել էին այդտեղ եւ առհասարակ բոլոր ուժերը կենտրոնացրել էին այդտեղ, բավականին ակտիվ ինքը այդտեղ դերակատար էր։ Գուցե երբեք զբաղվեր իր գործով մարզում պատշաճ իրականացներ իր ծառայությունը, այս իրավիճակը չլիներ։ Իդեպ Արմավիրը Երևան քաղաքից հետո համարվում է հանցագործությունների մակարդակով ցուցանիշով ամենաբարձր աճ արձանագրած մարզը։ Սա ինչ որ բանի մասին խոսում է, ինչ որ բանի մասին հուշում է, պետք է սրան հետևություններ արվեն, թե ոչ։ Պետք է լինի բարձրաստիճան պաշտոնյաների ազատում, թե ոչ։ Բնականաբար պետք է լինի։ Ինչև նախարար, թե ավելից։ Բնականաբար պետք է լինեն պաշտոնից ազատումներ, բայց նաև Նիկոլ Փաշինյանը հենց ունի սրա պատասխանատվության բեռը։ Որովհետև նորից եմ ասում, իրավապահ ուժային համակարգի թիվ 1 խնդիրը այսօր ոչ թե երկրում հանցագործությունները կանխելն է, այլ իշխանության պահպանությունը։ Իսկ երբ որ իրենց բուն գործառույթները թողած ուժայինները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են բացառապես իշխանության պահպանությամբ եւ իշխանությանը ծառայելով, բնականաբար այս վիճակն է լինելու։ Հանցավորության շեշտակի աճ ունենք մենք արձանագրած եւ բացահայտումների նվազում ունենք։ Այս վիճակագրությունն էլ հնարավոր չի թաքցնել։ Տիկին Խամոյան, քաղաքական բաղադրիչը ինչու են օրինակ իշխանականները բացառում։ Ալեն Սիմոնյանն ասում է, մեր իշխանության օրոք ոչ սպանում են, ոչ ծեծում են նույնիսկ քաղաքական գործունեության համար եւ նա էլ նշում է, որ սա միջանձնային խնդիր է, ասում է անցել են ժամանակները, որ մարդկանց պատիեզներում ծեծում էին։ Համամիտ եք։ Ես նորից եմ ասում։ Ես հիմա օրինակները չեմ ուզում բերել, թե քանի հոգի ամահացել իր քաղաքական հայացքների համար։ Չգիտեմ, օրինակ մեկը նստած էր նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձությունների ժամանակ իդեպ իր աթոռին էր նստած, հետո գտան կամրջի տակ իրեն,
Սոնա Մնացականյանին իմ ավտոշարասյունը չի վթարի ենթարկել եւ հետո թողել գնացել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։ Բայց Սոնա Մնացականյանը քաղաքականությամբ չէր զբաղվում։ Քաղաքականությամբ չէր զբաղվում, ես իրենց բերած աղետներն եմ շարադրում։ Ես նորից եմ ասում, այդ միջանձնային հարաբերությունները եւ դա անհերքելի փաստ է, ծագել են քաղաքական հողի վրա։ Նախկին, ինչպես իրենք են սիրում ասել, եւ ներկա իշխանությունների ԿՊ-ի երկու թիմերի միջև լարվածություն ա եղել, քաղաքական հողի վրա ստեղծված լարվածություն ա եղել եւ մի լուրել են տարածում, ես նկատել եմ սոցիալական ցանցերում, որ Վալոդյա Գասպարյանի եղբայրը փետրվարյան իրադարձությունների մասնակիցն է եւ ուղիղ կապում են սպանության հետ, բայց Վալոդյա Գրիգորյանի եղբոր մոտից չի, եղբոր ձեռքին եղած ատրճանակով չի սպանվել երիտասարդը, ով որ սպանել է, հիմա ինքը կալանավորված է։ Այսինքն տարբեր մանիպուլյացիաներով նաև մի տեսանյութ հրապարակեցին, որ իբր ինքը ծեծկռտուքի մասնակից է եւ դրանով այսպես փորձում են, գիտեք, ոնց որ փորձում են բալանսավորել այսպես լրահոսը եւ մարդկանց էմոցիաները ըստ էության, հավասարակշռության փորձում են նշան դնել։ Ես որևէ կողմի ոչ պաշտպանում եմ, ոչ որևէ կողմի փաստաբանությամբ եմ զբաղված, բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ողբերգություն եւ փետրվարին տեղի ունեցած սպանություններ ողբերգություն եւ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը եւ Կարեն Աբրամյանի սպանությունն է ողբերգություն եւ այս երկու ողբերգությունները եւ ես հուսամ, որ սա շարունակություն չի ունենալու, այս ողբերգությունները ունեն կոնկրետ պատասխանատուներ, քաղաքական, իրավական եւ բարոյական։